Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ես եւ թեմը հաղորդաշարի ստեղծագործական խմբի անդամները միանում ենք այս օրերին արդեն հնչած եւ հնչվող բոլոր շնորհավորանքներին, մաղթում ենք, որ 2015-ը լինի սիրո, առողջության, հարգասաբերության տարի։ Տոների խորհուրդների, տոնախմբության կերպի, եկեղեցական օրացույցի առանձնահատկությունների մասին այսօր թեմայի տաղավարում զրուցելու ենք Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանի հետ։ Բարև ձեզ Տեր հայր, օրհնեցեք։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր եւ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեծ ձեզ, մեծ ավետիս։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոս։ Բարով եկաք այս տարվա առաջին թողարկմանը։ Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ ամեն տարի հոգեորական այս զրույցով ենք սկսում եւ ինչպես դիմավորեցիք տոները։ Արդյոք հոգեորականների տոների այս նշման կերպը տարբերվում է։ Այն բանից ինչ որ ժողովուրդն է նշում, ինչպես ժողովուրդն է նշում։ Միգուցե տարբերվում է, բայց ըստ էության բոլոր քրիստոնյաների մոտ պիտի որ նույն կերպ լինի տոները նոր տարվա սկիզբը, մանավանդ Սուրբ Ծնունդը նշելու կերպը, այսպես ասեմ, բայց կարծում եմ, որ մեր ժողովրդի մեջ հիմնականում քահանաների եւ աշխարհիկ մարդկանց միջև եղած տարբերությունը շատ չի, որովհետեւ չենք սխալվի, եթե ասենք, որ վերջին 15-20 տարիների ընթացքում ժողովուրդը եկեղեցու հետ շատ ավելի սերտ մտերիմ կապերի մեջ է եւ գրեթե նույն ընթացքի մեջ ենք։ Այսինքն պարզ է, որ բոլորն էլ ձգտում են նոր տարվա գիշերը, ամանորի գիշերը լինել եկեղեցում գոնե, եթե ոչ 12-ին գոնե դրանից առաջ մի պահ մտնել, իրենց գոհաբանական աղոթքը մատուցել, գնալ տուն։ Դրանից հետո անշուշտ մեզ համար ամանորից եւ նոր տարուց առավել կարեւոր Սուրբ Ծննդյան խորհուրդն է, որ Սուրբ Ծնունդով պիտի մենք սկսենք նոր տարին դիմավորելը։ Այսպես էր, այսինքն ես էլ որպես քահանա, որպես քրիստոնյա մեկը այս ժողովրդի մի մաս ներկայացուցիչ տոները դիմավորել եմ շատ բարձ, եկեղեցով, ամանորը նշելով տանը նաեւ ինչպես եւ ամենակարևորը Սուրբ Ծննդյան տոնակատարություններին պատարագին մասնակցելով, պատարագ մատուցելով հենց։ Տարի այս սեղանային մրցավազքը հաղթարում է այդուհանդերձ չեն կարող այս թեմայից խուսափել, որովհետև մինչ տոները այդ մրցավազքը արդեն տեսանելի է ու գիտեմ, տոների ժամանակ դուք նկատեցիք, եթե ասենք, որ տարի ավելի նվազում է, չգիտեմ, միգուցե սխալված չլինենք, բայց այն որ դեռևս կա այդ մրցավազքը, օրինակ ես այս տոնական առիթը չարժե որ շատ ծանրանանք այս թեմայի վրա, բայց ես ինքս շատ մարդկանց տեսել եմ, ովքեր վարկեր էին վերցնում նոր տարվա սեղան պատրաստելու համար, ինչը որ ինձ անհասկանալի է եւ չեմ կարող պատկերացնել։ Ժողովուրդը լավ խոսք ունի, չէ, ասում են ինչպես որ սկսենք տարին, այդպես էլ կշարունակենք։ Մի կողմից մտածում են լավ սկսենք, սեղանները ճոխ լինի, ամեն ինչ պատրաստ լինի, լավ դիմավորենք հյուրերին, բայց մյուս կողմից այդ նույն լավ սկսողները պիտի մտածեն, որ վարկերով ենք սկսում։ Ուրեմն շարունակությունն էլ այդ պիտի լինի, պետք է, բայց նկատելի է, ինչ որ չափով նկատելի է քչացումը։ Չնայած որ հիմա նայեցեք եկեղեցական օրացույցին եթե նայելու լինենք, հետևելու լինենք, ինչ տոնական սեղանի մասին է խոսքը։ Դեկտեմբեր 30-ից, անցյալ տարվա դեկտեմբեր 30-ից մինչև Սուրբ Ծնունդ, մինչև հունվար 5-ի ճրագալույցը պահք է։ Մենք պահքի մեջ ենք, Սուրբ Ծննդյան պահքի մեջ ենք եւ եթե քրիստոնեական քչերս ենք իհարկե։ Մենք պահեցինք։ Ես իմ ընտանիքով պահել եմ, վստահ եմ որ շատ քրիստոնյաներ մեզ մեր ժողովուրդի մեջ պահեցին ու իմ տուն եկող գրեթե մեծ մասը հյուրերի պահքը պահել էին։ Մի կողմից համ ավելի ձեռնտու է, այսինքն ֆինանսական առումով նաեւ դու մեծ ճոխ ինչ որ պատրաստություններ չես տեսնում եւ երկրորդ որ ավելի կարեւոր է հոգեվոր կողմը ապահովված է։ Այսինքն մենք Քրիստոսի ծննդյանն ենք պատրաստվում ամենից առաջ եւ ոչ թե միայն նոր տարվան, որովհետեւ իմ պատկերացման մեջ միշտ այսպես է նստած, որ տարին սկսում է Սուրբ Ծնունդով եւ ոչ թե նոր տարով, նոր տարվա ամանորյան ինչ որ տոնակատարություններով։ Եթե եկեղեցու ընդհանուր տոնացույցը նայելու լինենք, ճաշոց գիրք ունի, չէ՞, եկեղեցին, որ ամեն օրվա ընթերցումները այդտեղից ենք վերցնում։ Առաջին ընթերցումը, առաջին տոնական օրը եկեղեցում Սուրբ Ծնունդն է։ Այսինքն եկեղեցու տարին սկսում է Սուրբ Ծնունդից։ Եվ եթե մենք քրիստոնյա ենք, որովը մեկը որ իրեն քրիստոնյա է համարում, իր համար տարին սկսում է Սուրբ Ծնունդով։ Այս է, այսինքն շատ པարզ է։ Պետք է ուղղակի այս խորհրդային շրջանից եկող ավանդույթը հաղթարի, որ հատկապես այս տարեփոխությունը, տարեդարձն է կարևորում, քան թե այդ մեծ լուսավոր տոնը, ինչպիսին Քրիստոսի ծնունդն է։ Անշուշտ, շատ ուրախ կլինի, եթե այդպես կարողանանք ժամանակին բերել, որովհետև եթե նայենք էլ Սուրբ Ծնունդը սկսում ենք մենք տոնել հունվար 5-ի երեկոյան ճրագալույցին եւ գալիս ենք մինչեւ հունվար 13-ը Տիրոջ ուրեմն անվանակոչության տոնը մինչեւ այդ օրը ուրեմն ծննդյան 8 օրեկն է եւ այս 8 օրը մենք Սուրբ Ծնունդ ենք նշում ու 13-ին էլ հին տոմարով արդեն հայկական մեր նոր տարին է, բուն ավանդական ինչ որ եղել է, այսինքն բնավ պարտադիր չէ որ հունվար 1-ը անպայման կերպով ճոխ սեղաններ գծվեն։ Այդ նույնը կարելի անել հունվար 13-ին, հունվար 1-ին շատ ժուժկալ
պահելով պահքը, հա, սովորական ընթացքով գալով մինչև որ հունվար 13-ին նշենք հին ավանդության համաձայն նոր տարին։ Այս օրից սկսած նաև խոսեցիք պահքերի մասին, ժողովրդին հավատացյալներին հետաքրում է, թե երբ է սկսում մեծ պահքը, ընդհանրապես այս տարի եկեղեցական տոնացույցը ինչ առանձնահատկություններ ունի տերեր։ Մեծ պահքը այս տարի պետք է որ սկսվի փետրվար 15-ից, այսինքն փետրվար 15-ը բուն բարեկենդանի օրն է, բուն բարեկենդանից հետո արդեն երկուշաբթի օրով ընդունված կարգի համաձայն մենք մտնում ենք պահքի մեջ եւ բնականաբար Սուրբ Հարության տոնն էլ արդեն կլինի ապրիլի 5-ին այս տարի։ Մնացած շաբաթապահքերը եւ օրապահքերը պահպանվում են, շաբաթապահքերը բնականաբար շարժական են, որովհետեւ իրենք շարժական տոների հետ են կապված, իսկ օրապահքերը չորեքշաբթի եւ ուրբաթը դա անխտիր բոլոր ժամանակների համար է։ Միայն բացի հինանց շրջանից, հարությանը հաջորդող 50 օրից, երբ որ չորեքշաբթին եւ ուրբաթը նույնիսկ տերոնի օրեր են համարվում, տիրոջ փառաբանության հարության տոնի օրեր են համարվում եւ պահք չեն պահում։ Մնացածը նույնն է հիմնականում։ Ժողովրդի գիտակցականության մակարդակը մեծանում է ավելի, թեկուզ հենց պահքերի հետ կապված կրկին տարեստարի դուք նկատում եք, որ իսկապես զգում են, որ դա հոգևոր ավելի շատ խնդիր է, հոգևոր, չգիտեմ, ծիսակարգի արարողություն է, քան թե կապված է ֆիզիկական ինչ-որ խնդիրների հետ։ Լավ հարց է, շնորհք պատրիարքի, ես հիշում եմ, որ միգուցե մոտա որ 20 եւ ավելի տարիներ առաջ իր գրքերից մեկում խոսում է պահքի մասին։ Մեծ պահքի ոսկե շղթան, այսպեսի գիրք ունի ինքը, որ շատ հայտնի է մեր ժողովրդի մեջ։ Ինքը խոսում է այնտեղ ասում է այսօր մեր իրականության մեջ շատ մարդիկ ասում են որ պահքը արդեն պահքի խնդիրը լուծված է։ Ոչ ոք պահքին էլ ուշադրություն չի դարձնում եւ այլն, բայց ինքը ասում է ես մեծ հույս ունեմ եւ վստահ եմ որ այդ խնդիրը լուծված չի եւ շատ շատերը պահքը պահում են ու պիտի պահեն։ Հիմա Երջանկայի շատակ շնորհք պատրիարքը մեզանից տասնյակ տարիներ առաջ էս խոսքը ասել է եւ նույնը կարող ենք այսօր կրկնել։ Շատ շատերին թվում է թե դե այսօրվա իրականությունը արդեն լուծել է, պահքի խնդիր չկա, մեծ մասը չգիտի, էլ չի լսել, բայց ես տեսնում եմ, ովքեր որ եկեղեցում են, իրենք չեն կարող չտեսնել, որ գնալով ամեն տարի պահքի խորհուրդ հասկացողների, պահքը իսկապես ըմբռնողների եւ հոգով պահքը ապրողների թիվը շատանում է։ Այն որ շատերը մի պահ սկսում են շեշտել, որ գիտեք, պահքը դառնում է ինչ-որ մոդայիկ բան, ոմանք պահում են դիետայից ելնելով, ոմանք պահում են ուղղակի, որովհետև առողջարար է եւ այլն, բայց խնդիր չէ։ Նույնիսկ այդ ճանապարհով թող սկսեն այդպես։ Խնդիր չէ։ Մի օր մեկ է հասնելու են այնտեղ, որ հասկանալու են, թե պահքը միայն դիետայի կամ մարմինը առողջ պահելու համար չէ, պահքը ավելի հոգեվոր կողմ ունի, ավելի խորը ներանձնային ներքին խնդիրներ, ներքին բարդություններ հաղթահարելու համար է նաև։ Այսինքն ոչ մի կերպ պետք չի ասել, որ պահքը միայն այս է, խորը հոգևոր կերպով պետք է ընկալել ու սրանից բացի ոչ ոք չէ, ամեն մեկը իր ճանապարհը ունի, եւ ես տեսնում եմ, որ պահք պահողների թիվը տարեստարի ավելանում է եւ իսկապես հասկացողների թիվն է ավելանում, ինչ շատ ուրախալի է։ Որպես երիտասարդ քահանա նաև շատ ակտիվ երիտասարդների հետ եք շատ շփում, երիտասարդների հայացքը հոգևոր արարողությունների, մասնակցության, թեկուզ պայծողության եւ այլն նկատմամբ փոխվում է։ Նրանք իսկապես գիտակցված գալիս են, կրկին նորաձևության տուրք չեն տալիս կամ հիմա տեսեք, նախ շնորհակալություն, որ ակտիվությունս գնահատեցիք, չնայած որ ինձ թվում է միշտ քիչ է ու դեռ տեղ կա ավելի ակտիվ լինելու, բայց ամեն դեպքում երիտասարդների հեռուստադիտողներն էլ ձեզ քաշ ճանաչում են արդեն։ Շնորհակալություն շողակաթ հեռուստաընկերության ավետարանների մեկնության հաղորդաշարի եւ համբերատար աշխատանքի համար նաեւ բոլոր նրանց, ովքեր որ հաղորդումներին աջակցում են։ Ուրեմն ասեն, որ երիտասարդների շփման ընթացքում ու ոչ միայն երիտասարդների, ավելի փոքրերի եւ ավելի մեծերի շրջանում էլ ծիսական արարողություններին։ Ես օրինակ պատարագի մասին կարող եմ խոսել, ավելի որպեսի ակնհայտ լինի։ Ժամանակին շատերը, ովքեր որ պատարագի մասնակցում են, ես գոնե կարող եմ 10 տարվա կտրվածքով մոտավոր խոսել, որովհետև առաջին անգամ երբ որ մտա հոգևոր կյանք, այսպես ասեմ, դա 2003 թվականն էր, երբ որ ես մտա առաջին քայլեր արեցի Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում։ Դրանից անցել է 11 տարի, գրեթե ոչինչ, մի ամբողջ եկեղեցական կյանքի, մի ամբողջ եկեղեցու պատմության մեջ սա մի կաթիլ էլ չէ։ Բայց ես այս ընթացքում տեսնում եմ ինչ վերաբերում օրինակ 2003 թվականին ես որ հիշում եմ Էջմիածնի եկեղեցիները, Երևանում տարբեր եկեղեցիներ, որտեղ որ ես ինքս գնացել եմ, եւ այսօր անհամեմատ տարբերությունը մեծ է, շատ մեծ է։ Ու իմ շրջանում էլ ինձ շրջապատող մարդկանց մեջ էլ գիտակցությունը փոխվում է։ Եթե ժամանակին մարդիկ պատարագին ուղակի մասնակցում էին մի պահ իրենց առօրյայից, իրենց կենցաղից կտրվելու, մի պահ հոգևոր երաժշտություն լսելու, մոն վառելու, թերևս մոն վառելու միջոցով աղոթք անելու եւ տուն գնալու համար, այսօր շատերը հենց այդ նույն մարդկանցից, ովքեր որ ժամանակին այդպես էին, շեշտում են, որ պատարագի գնալ պետք է
առաջին հերթին Տիրոջ հետ հաղորդակցվելու, հաղորդություն ստանալու համար եւ գիտակցելով այդ ամենը։ Այսինքն առաջընթաց միանշանակ կա, բայց մյուս կողմը, որ երբեք չեմ ուզենա որ շփոթենք իրար հետ շփոթենք, հետեւյալն է, այն որ առաջընթացը կա, սա չի նշանակում թե բավարար չափով է այդ առաջընթացը։ Որ չափով որ առաջընթաց կա երիտասարդների հոգեվոր գիտակցության մեջ, նույն չափով եւ դրանից թերևս ավելի շատ առաջընթաց կա ժամանակակից տարբեր գայթակղությունների տարբեր մարտահրավերների առաջացման։ Ընդհանրապես այս նյութականացված աշխարհը, այս աշխարհիկ տրամադրությունները, ժամանակակից մշակույթը ընդհանրապես նպաստում է, որ մարդ այդպեսին լինի, ավելի հոգևոր բաների ուշադրություն դարձնի։ Առաջին հայացքից ես միշտ այսպես եմ կարծել, որ ոչ, չի հերիքում, չի նպաստում, ամեն բան գնում է դեպի օրինակի համար այսօրվա արևմտյան մտածողությանը, եթե միշտ այդ արևմուտքը շեշտում ենք, չգիտեմ ինչու քարը գցելով միշտ արևմուտքի վրա, բայց շատ բաներ հենց արևելքից են գալի։ Ինչևէ, այսպես ասած, արևմուտքի մտածողությանը եթե հետևենք, այսօր մարդուն ինչ է հետաքրքրում ամենից առաջ։ Իշխանություն, հարստություն, բարեկեցիկ կյանք եւ առողջություն։ Հիմնական բաները, որոնք որ կան, որոնք որ շատերին հետաքրքրում են։ Մնացած ինտելեկտուալ եւ այլն ավելի քիչ չափով մարդկանց։ Սա առաջին հերթին, որ ես միշտ այսպես մտածել եմ, բայց մյուս կողմից նայում ես, որ եթե հետ գնանք դարերով, նույնը եղել է նաև մեզանից, ինչ ասեմ, օրինակ շնորհալու օրինակը կարող եմ բերել, հա։ Մեզանից 800 տարի առաջ Ներսե շնորհալին ընդհանրական թուղթ ունի գրած։ Բոլորից քիչ հայտնի է։ Մեր ամենամեծ կաթողիկոսներից հզորագույն եւ հոգեվոր եւ քաղաքական եւ ամեն կերպ այս մարդը ամենահզոր գործիչներից մեկն էր։ Ունի ընդհանրական թուղթ։ Ընդհանրական թուղթը ուղղված է զինվորներին, քահանաներին, չգիտեմ, բանվորներին, իշխանավորներին, կանանց, բոլորին, հասարակության բոլոր խավերին, այս մարդը ընդհանրական թուղթ է, կաթողիկոսի նամակ է գրում, եւ նամակի մեջ ինչին որ անդրադառնում է, ում թերությունները որ բերում է, իշխանությունների իշխանատենչ լինելու, փողը սիրելու, քահանաների ծուլության, ժողովրդի անպարտաճանաչ լինելու, ինչ խնդիր ասես որ դնում է, նույնն է այսօր։ Այսինքն երբեմն թվում է թե, գիտես, այսօրվա իրականությունը մի փոքր ավելի շատ մարտահրավերներ ունի, դժվարություններն ավելի շատ են, բայց ժամանակին այսպես էր, չէ, ժամանակին էլ իր խնդիրները կային, այսօրվա խնդիրները կան։ Այսինքն երբեք չեմ կարծում, որ կա ժամանակ, որտեղ որ հոգևոր կյանքը ավելի շատ այդ ժամանակվա մտածողության կամ հայացքների հետևանքով տուժում է։ Չէ, խնդիրները եղել են միշտ այն ժամանակվա մարդն էլ իր համար ավելի դժվար է եղել իրեն ժամանակվա խնդիրները։ Այսինքն կարծում եմ, որ միշտ խնդիրներ եղել են, բայց պետք է որ այդ ժամանակվա քահանաները, եկեղեցականներն ու հոգևոր կյանքով ապրող մարդիկ, քրիստոնյաները, հենց եկեղեցու մեջ ապրող մարդիկ, իրենց ջանքը բերեն, որ այդ մարտահրավերները հաղթահարվեն։ Երբեք չեմ մտածում, որ առաջ ավելի լավ էր, հիմա ավելի դժվար է։ Իհարկե, եթե ավելի վաղ գնանք Խորենացու ողբի, իշխենք 5-րդ դար եւ այլն, այդ նույնն այնտեղ կա, բայց այսօր հեռուստատեսությամբ, համացանցով, տարբեր միջոցներով անընդհատ ուղակի կամ անուղակի քարոզվում է այդ տեսակ կյանքը ուղակի։ Լրիվ համաձայն եմ, ես եթե կարելի է նյութապաշտությունը, իշխանատենչությունը, ինձ համար ամենապարզ հայտարարությունը, որով հատկանշվում է պոստմոդեռնը կամ այսօրվա ժամանակաշրջանը հետևյալն է. հեղինակությունների արժեզրկում։ Այսինքն, երբ որ չկա կատարյալ ճշմարտություն, չէ՞, մեկ-մեկ ասում են առաջին պոստմոդեռնի հարցը Պիղատոսի տված հարցներ, որն է ճշմարտությունը։ Այսինքն, ինչ է ճշմարտությունը։ Քրիստոսը լռեց։ Քրիստոս լռեց, բայց Քրիստոս շատ լավ գիտեր, որ այս մարդու համար գրեթե պարզ է թե ճշմարտությունն ինչ է իր անմեղ լինելու հանգամանքով, որովհետև Պիղատոսը գոնե ավելի անմեղ եղավ, քան Հերովդեսը։ Ինչևէ, սա մի կողմ թողելով, իմ պատկերացմամբ այսօրվա ամենամեծ խնդիրը այս ժամանակի մեջ եղած ամենամեծ խնդիրն այն է, որ գնալով արժեքները կորում են։ Կատարյալ արժեքները, ճշմարտությունները կասկածի տակ են դրվում։ Այսօր այլևս ընդհանուր ճշմարտություններ փորձում են այնպես անել, որ չլինի։ Այսինքն յուրաքանչյուր մեկը կարողանա ասել, դա քո ճշմարտությունն է։ Ես կարծում եմ, որ իմ ճշմարտությունն այսպեսին է։ Քո կյանքի, քո հայացքները քաղաքական, մշակութային, սեռային չեմ անում, քո հայացքները այսպեսին են, շատ լավ, դա քո ճշմարտությունն է, ինձ համար ճշմարիտն է։ Ու ոչ ոք իրավունք չունի ինձ ասելու, որ չէ, ընդհանուր ինչ որ էտալոնային բաներ կան, բայց ամբողջ խնդիրն այս է։ Եթե մենք թողնենք մարդու հայացողությանը, եթե մենք ինքներս միայն փորձենք հասկանալ որն է ճշմարիտը, մենք շատ ենք, բայց ճշմարտությունը մեկն է։ Ի վերջո չենք գտնելու։ Դրա համար որևէ քրիստոնյայի համար, լինի առաքելական եկեղեցուց, բողոքական, կաթոլիկ, ուղղափառ, բնավ տարբերություն չկա։ Կատարելությունը եւ ճշմարտությունը, ինչպես Հովհաննեսի ավետարանում էլ Քրիստոս ինքը ասում է, ճշմարտությունը Քրիստոսի մեջ է։ Ճշմարտությունը հոգևոր կյանքի մեջ է։ Ճշմարիտ համայնքը, ճշմարիտ հասարակությունը, ճշմարիտ քաղաքականությունը, քաղաքակրթությունը նույնիսկ այն քաղաքակրթությունն է, ճշմարիտ ընտանիքը այն ընտանիքն է, ճշմարիտ հասարակությունն այն հասարակությունն է, որի կենտրոնում Աստված ներկա է։ Այսինքն, եթե մենք
մի պահ փորձենք ավելի ընդհանուր ասել, այսօրվա ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ մոռանում են, որ գլխավոր ամենամեծ ճշմարտությունը Աստված ինքն է, ամենամեծ ճշմարտությունը Քրիստոս է։ Հոգևորականը ինչ դեր ունի այս ճշմարտությունները հասցնելու, մեկնելու եւ ինչ գործիքակազմ ունի ժամանակակից մարդու հետ խոսելու համար, որպեսզի օրինակ Սուրբ Ծննդյան լուսավոր ավետիսը մարդկանց հասնի, նրանք հասկանան, որ սա բարեգործության շրջան է, մաքրվելու շրջան է, Աստծուն պատրաստվել է։ Անշուշտ շատ բան կարելի ասել քարոզչական բոլոր մեխանիզմների, մեթոդների մասին, նույնիսկ համացանցը շատ ճիշտ օգտագործելու մասին, որովհետև այսօր անհնար է այդ համացանցը ուղղակի ասել, որ համացանցը մեծ գայթակղություն է կամ այնտեղ իզուր վատնվող ժամանակ շատ է լինում, թողնենք մի կողմ, այդպես չի լինի։ Նույնիսկ համացանցի վրա լուրջ ուշադրություն պետք է դարձնել, սա միանշանակ, բայց ամենից առաջ ես կարող եմ հիշել եկեղեցու հայրերից, ուրեմն վանականներից 4-րդ, 5-րդ դարի, չեմ էլ հիշում, երևի ոչ ոք անուն էլ կոնկրետ չի հիշի, բայց այսպեսի մի առակատիպ պատմություն կա, ասում են աշակերտն իր ուսուցչին ասում է, ներողություն, ուսուցիչն իր աշակերտին ասում է, որ գնանք այսօր քարոզելու։ Դուրս են գալիս միասին իրենց զգեստներով վանականի, քայլում են փողոցներով քաղաքի, պտտվում են, հետ են գալիս, բայց ոչ մեկի ոչինչ չեն ասում։ Եվ վերջում աշակերտն ասում է, լավ, վարդապետ, գնացինք, ոչ ոքի բան չասեցինք, ինչ եղավ։ Ասում է, բայց միայն մեր գնալը, միայն մեր այդ հասարակության մեջ լինելը, քայլելը, իրենց մեջ պտտվել, հետ գալը, այս արդեն քարոզ էր։ Հիմա հոգևորականը ինչ պիտի անի։ Հոգևորականը առաջին հերթին լավ քրիստոնյա պիտի լինի։ Աստուն հավատարիմ ծառա պիտի լինի։ Ոչ թե պիտի ցույց տա, պիտի քարոզի, ասի, որ այսպես եղեք, այնպես եղեք, այնպես եղեք, առաջին հերթին ինքը այդպես եւ այնպես պիտի լինի։ Դրանից հետո նոր արդեն կարող եմ ասել, որ իրավունք կունենա ժողովրդին քարոզելու։ Բողոքականները շատ հետաքրքիր մի միսիոնարական ծրագիր ունեին Աֆրիկայի հետ կապված, ուրեմն որոշում էին թե ինչպես անեն, որ այնտեղ քարոզեն, ժողովրդին դարձի բերեն եւ այլն։ Մի քանի միսիոներ, մի քանի քարոզիչ ուղարկում են, սա բավական ժամանակ առաջվա պատմություն է։ Տեսնում են, որ չի հաջողվում, կեսին ուտում են, կեսին սպանում են եւ այլն։ Եվ վերջո հասկանում են, որ պիտի ընտանիքներ ուղարկեն այնտեղ։ Քրիստոնյա ընտանիքներ։ Ոչ մի քարոզ, ոչ մեկ չի ասում, որ ճշմարտությունը սա է, Քրիստոս ճշմարիտ է, դուք պիտի հավատաք։ Չէ, չկա այդպիսի բան։ Ուղղակի իրենք գալիս են, ապրում են այդ համայնքի մեջ։ Զուտ որպես կենթանի մարդիկ այդտեղ ապրում են, իրենց ամեն ինչով ապահովել են, իրենց բողոքական եղբայրները, սրանք ապրում են։ Կողքի մարդիկ երբ որ տեսնում են իրենց, այս տեսնելը արդեն բավական է։ Հիմա մեզանից ինչ է պահանջվում։ Մեզանից պահանջվում է ապրել քրիստոնյա վայել։ Առաջին մեծ քարոզչությունը քո անձը ճիշտ ներկայացնելն է, այսինքն այն ինչ որ պիտի անի յուրաքանչյուր քրիստոնյա։ Ու այս առումով միայն քահանաներին չէ որ կուզեմ շեշտ դնենք մենք։ Ավելի մեծ գայթակղություն կարող է լինել քրիստոնյա հավատավոր, պարզ հավատավոր, որը որ քահանայական օծում կամ կոչում չունի հոգևոր, բայց ինքը եկեղեցու մեջ է։ Իրենց տեսնում են շատ-շատերը, իրենց հարևանը տեսնում է, որտես սա ամեն օր գնում է եկեղեցի, պատարակների է մասնակցում, աղոթք է անում, խունկ է վառում տունը եւ այլն, բայց դուրս է գալիս թե չէ, բղավում է, գորգորում է, ինչպիսի ամբարտավան կեցվածք ունի եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ հոգևորականներից բացի բոլոր քրիստոնյաներին սարսափելի կարևորը որ հստակ գիտակցեն բոլոր այս քրիստոնյաները, որ իրենց կյանքը ամենաառաջին քարոզն է։ Եթե սա գիտակցեցինք, մնացածը ավելի հեշտ կլինի։ Իսկ մեխանիզմները, մեթոդները եւ այլն սարսափելի շատ են սրանք։ Ժամանակակից աշխարհում մեզ մեծ հնարավորություններ է տալիս։ Ավելի դժվար է ժամանակակից մարդու հետ այդուհանդերձ խոսելը։ Անշուշտ դժվար է, որովհետեւ իշարս տարբեր խնդիրների այսօրվա մարդու հետ դժվար է խոսել հատկապես, որովհետեւ ժամանակ չունի։ Որովհետեւ այս մարդը ժամանակ շատ քիչ ունի, ինքը իր ժամանակը ծախսում է տեղից տեղ տեղափոխվելու, ինչ որ գործերով զբաղվելու, իր ժամանակը ծախսում է դատարկ ինֆորմացիայի վրա կենտրոնանալով, սևեռվելով եւ չենք էլ կարող մերժել, որ այսօր տեղեկատվական հոսքը սարսափելի այնպիսի մեծ թափ ու ուժգնություն ունի, որ մի պահ ինքդ էլ խճճվում ես ու շատ դժվար է լինում երբեմն քո գործի վրա կենտրոնանալ, եթե դու այդ օրը զուտ փորձել ես ուղղակի հպանցիկ կերպով հետևել օրվա լրահոսին։ Այդ լրահոսին հետևելու ընթացքում միայն այնպիսի մտքեր են գալիս, այնպիսի մտահոգություններ են առաջանում քո մոտ, որ քո անձնական գործի վրա դժվարանում ես կենտրոնանալ։ Նույնպես եւ ցանկացած մեկը, որ ապրում է այսօրվա իրականության մեջ, ինքն էլ այդ հոսքի ենթարկվող մեկն է։ Եթե 2 ժամ հեռուստացույց նայեց կամ համացանցով լուրերին հետևեց, այս մարդու ուշադրությունը գրավել արդեն շատ դժվար պիտի լինի։ Այս մարդու ուշադրությունը ստացվում որ քեզ վերահսկում են նույնիսկ, ուղղորդում են։ Այդ տպավորությունը ես ունեցա հատկապես ուրեմն երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էի անցյալ տարի, բայց անկեղծ ասեմ, ոչ մի տարբերություն չկա։ Բոլոր տեղերում էլ մարդկանց միշտ էլ հետևել են։ Անհնար է որ չհետևեն, անհնար է որ մարդը կատարելապես ազատ լինի։ Այստեղ ուղղակի հարցը հետևյալն է. ինչ եմ արել ես,
որ ինձ հետևեն կամ չհետևեն։ Շատ շատերը վախեցան, սարսափելի տագնապի մեջ հայտնվեցին այդ բիոմետրիկ անձնագրերի հետ կապված եւ այլ։ Լավ, այն որ մարդուն կարող են կառավարել, սա ուրիշ բան է, սրա մասին չեն խոսում։ Զուտ այն որ ինձ կարող են հետևել, տեսնել թե ես ինչ եմ անում, ինչով եմ զբաղված, իմ մասին ինֆորմացիա ունենան։ Այդ հող ունենան։ Էմարդ հաստո ապրին այնպես որ ինչ էլ որ իմանան քո մասին, դու խնդիր չունենաս։ Քրիստոնյայի կյանքը հենց սա է որ դու երբևէ չմտածես լավ ես ինչ անեմ որ հիմա այստեղ ինձ ինչպես բան որ հանկարծ չբռնվեմ բայց դու այդպիսի բան չպիտի ունենաս քո կյանքում որ դու կարողանաս բռնվել շատ դժվար է անշուշտ բոլորն էլ իրենց կյանքում վստահ են որ ունեն ինչ որ այդ բռնվելու տեղերը բայց քրիստոնյայի կյանքն է պիտի փորձի ապրել այնպես որ եթե իր այսինքն բարձ օրինակ էլ կա որ ասում են մի քրիստոնյա իր տունը ամբողջությամբ ապակիներից է պատրաստում ասում են ինչու ես այսպես արել ասում են այսպես եմ արել որ մեղքի մեջ չընկնեմ այսպես եմ արել որ ես սխալներ չանեմ որ բոլոր կողմերից իմանան ինձ տեսնում են անընդհատ ու առիթ չունենամ որևէ սխալ բան անելու թեկուզ իմ տան ներսում այսինքն ծայրահեղ օրինակ է անշուշտ պատկերավոր օրինակ է բայց շատ པարզ է որ այսօր էլ եթե մարդիկ մտահոգված են որ կարող են իրենց հետևել եւ այլ ապրեն այնպես որ քեզ հետևելուց նույնիսկ քեզ չեն կարող վնաս տալ ու ամաչելու գլուխ կախելու տեղ չես ունենալ 2015-ը գիտեն կարևոր տարի է մեր ժողովրդի երկրի եւ իհարկե հայ-առաքելական եկեղեցու համար ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ գիտենք որ եկեղեցին հանդես է եկել մի շարք կարևորագույն ձեռնարկներով եթե անդրադառնանք այդ ձեռնարկներին ինչ հանգուցային այդպես կետեր կան ճիշտ նշեցիք ուրեմն ցավով անշուշտ կարևոր տարի է 100-րդ տարելիցն է ցեղասպանության բայց ցավով ենք ասում որ կարևոր տարի է որովհետեւ մեզ կրկին մեր վերքերի մասն են հիշեցնում մեզ կրկին մեր դերևս չփակված արյունոտ վերքերն են հիշեցնում ինչևէ բայց ամեն դեպքում գիտենք որ եւ պետությունը եւ սփյուռքը ամբողջ հայկական սփյուռքը եւ եկեղեցին անշուշտ է ամենի կենտրոնում շատ մեծ ջանքեր են ներդրել որպեսզի 2015-ը իսկապես արժանահիշատակ տարի լինի ճիշտ կերպով վերարժևորելու են ամբողջ ճանապարհը որ մենք անցանք ցեղասպանությունից սկսած եւ նաեւ ճիշտ շեշտերը դնելու ցեղասպանության հետևանքների վերաբերյալ ուրեմն մեր պահանջների, մեր ակնկալիքների առումով։ Պիտի ասեմ որ եկեղեցական միջոցառումների մեջ, եթե իհարկե միջոցառում անունը ճիշտ է այստեղ տալ, որովհետեւ միջոցառում չեն, սրանք ավելի բարձր են քան միջոցառում, երկու հանգուցակետեր կան այսպես, գագաթնակետեր կան ամբողջ արարողությունների միջոցառումների մեջ։ Առաջինը անշուշտ ցեղասպանության անմեղ նահատակների, չեմ ասում միայն անմեղ զոհեր ասում եմ անմեղ նահատակների սրբադասման արարողությունն է, որ պիտի տեղի ունենա այս տարի ապրիլ ամսվա մեջ, եւ երկրորդը սեպտեմբեր ամսվա մեջ, սեպտեմբեր 27-ին մեռանորնեքի արարողությունն է, որ 7 տարին մեկ է կատարվում եւ այս տարի էլ հենց խորհրդանշական կերպով այդ 7-րդ տարին համընկել է ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հետ։ Նախորդը 2008 թվականին էր։ Ուրեմն այս երկու մեծ իրադարձություններն են։ Առաջինը ցեղասպանության անմեղ նահատակների սրբադասման արարողությունը, որ շատ-շատերը տարբեր կարծիքներ արտահայտեցին, խոսեցին, քաղաքական երանգ տվեցին։ Նաև բացառիկ բան է, դարեր շարունակ սրբադասման կարգ փաստորեն չի եղել մեզանում։ Փաստացիորեն մեզանում վերջին սրբադասված սուրբը Մովսես Տաթևացին է, որից հետո դարեր շարունակ մենք չունենք, բայց դա շատ պիտի խնդրեմ, որ մեր հատկապես մեր հեռուստադիտողները ուշադիր լինեն։ Այն, որ մենք չենք ունեցել դարեր շարունակ սրբադասման որևէ դեպք, սա դեռ չի նշանակում, որ սրբեր չեն եղել։ Սա միանշանակ, այսինքն սրբեր եղել են եւ որևէ սրբադասումով սուրբ չենք դարձնում մարդուն մենք։ Հիմա օրինակի համար, երբ որ մենք ցեղասպանության անմեղ նահատակներին, ովքեր որ Քրիստոսի համար, Քրիստոսի հավատք ճուրանալու համար իրենց կյանքը զոհեցին, երբ որ իրենց մենք սրբադասում ենք, սա չի նշանակում, որ մենք իրենց սուրբ ենք դարձնում։ Սա ընդհանրապես նշանակում է, որ եկեղեցին հայտարարում է, որ ընդունում ենք այս անձանց որպես սուրբ մարդիկ եւ մեր ժողովրդին, մեր հավատացյալներին կոչ ենք անում, որպեսզի իրենց բարեխոսությանը դիմեն։ Այսինքն սրբադասումը սուրբ դարձնելը չէ, սրբադասումը ուղղակիորեն սուրբ լինելու մասին հայտարարություն անելն է։ Եվ մարդկանց այս մասին տեղեկացնելն է, որպեսզի բարեխոսությունը խնդրեն։ Բայց այս առումով ուրեմն ինձ համար շատ կարևոր է, որ մենք իմանանք, մեր մեջ մտնի այն գաղափարը, որ մենք միայն լացով, մենք միայն ողբով, սուքով կամ կուչ եկած այսպես տխրությամբ չի որ հիշում ենք ցեղասպանության օրերը, անշուշտ ամենամեծ ցավն է, ոչ ոք չի կարող ասել, որ այնտեղ ինչ որ ուրախալի բան կա, միանշանակ չկա, բայց այդ ամբողջ ցավի, ամբողջ դժբախտության, ողբերգության հետ մեկտեղ մխիթարիչ սարսափելի մեծ մի հանգամանք կա։ Մենք այդքան
հավատավոր հայրենիներ ունեցանք, ովքեր որ իրենց հավատքը չուրացան, ովքեր որ կարողացան կանգնել, ասել որ ուզում ես ինձ սպանիր, ես իմ հավատքը չեմ ուրանա։ Պարզ օրինակ, ամենապարզ օրինակ Ռուբեն Սևակը, որին անձամբ անմիջապես չեն կանգնեցրել եւ ասեին հենց հիմա ուրացիր եւ քեզ կենթանի կթողնենք, եթե չուրանաս քեզ կսպանենք, բայց առաջարկում էին ամուսնանալ թուրք մի մեծ իշխանավորի դստեր հետ, չէ՞։ Եթե ամուսնանար, որտեվ այդ աղջկան ինքը բժշկել էր, կարողացել էր բուժել, եթե ամուսնանար, պիտի ապրեր ու պիտի խնդիր չունենար, բայց մարդը չամուսնացավ։ Մարդը չամուսնացավ ոչ միայն որովհետեւ ինքը թուրք էր եւ այլ որովհետեւ ինքը չուզեցավ հանուն իր մարմնական կամ աշխարհիկ կյանքի տևականությունը շարունակելու կամ հանուն կենթանության չուզեցավ իր հավատքը կորցնել այս մարդը։ Այսինքն շատ օրինակներ ունենք։ Եվ 2015-ը շատ լավ առիթ է հիշելու հատկապես այդ տեսանկյունից։ Հիշելու նաև այս տեսանկյունից, որ մենք այնտեղ անշուշտ շատ մեծ կորուստներ ունեցանք, բայց դրա հետ մեկտեղ ունեցանք մեծ մխիթարություն, որ մեր մեջ այդքան մեծ հավատքով հայրենիներ են եղել, որոնց մենք պարտավոր ենք հիշել, որոնց մենք պարտավոր ենք սրբադասել եւ մարդկանց հայտարարել, որ այս անձինք սուրբ են։ Եվ մի փոքր նկատառում եւս, երբ որ ասում ենք ցեղասպանության զոհերի սրբադասում, նահատակների սրբադասում, կուզեմ որ հստակ լինի, մենք չենք խոսում թվի մասին, որով մեկ չի կարող ասել, որովհետև ինչ շատերը հարցրեցին, ասեցին, դերը 1.5 միլիոն սուրբ են փաստորեն, այսինքն այսպես մի տեսակ տարօրինակ հարց են ինչում, բնականաբար ոչ, մենք չենք կարող ասել, միգուցե այնտեղ 10,000 սուրբ կար, միգուցե այնտեղ 7 հոգի սուրբ կար, բայց գիտենք, որ 7 չի, անշուշտ շատ ավելի մեծ թիվ է կազմում այն մարդկանց թիվը, ովքեր որ հավատքի համար նահատակություն ընդունեցին, բայց սա չի նշանակում, որ բոլոր մահացածները, բոլոր զոհվածները այդ ընթացքում սրբադասվելու են, միանշանակ ոչ, որովհետև այնտեղ մարդիկ եղան, որոնք որ չհասցրեցին էլ հասկանալ, թե ինչ եղավ, ուղղակի իրենց նահատակեցին եւ անցան առաջ։ Բայց այն մարդիկ, ովքեր որ առիթ ունեցան տեսնելու, թե կարող են ուրանալ կրոնը եւ կենթանի մնալ ու չուրացան իրենց կրոնը, այսքանը մեզ բավական է, որ հաստատենք, թե իրենք սուրբ են։ Ուրեմն այդ մարդկանց մասին է խոսքը սրբադասման առումով։ Սա առաջին հերթին, սա սրբադասումը, որի հետ կապված կարծեմ ապագային մոտ ապագային թերևս առաջին ամսվա եւ մյուս փետրվար եւ մարտ ամիսներին այլ հաղորդումներ եւս շողակաթ հեռուստաընկերությունը մեր տաղավարում էլ անպայման կզրուցենք։ Պիտի ավելի մանրամասն խոսք լինի անշուշտ։ Եվ մյուսը ապրիլ ցեղասպանության սրբադասումից հետո, զոհերի սրբադասումից հետո արդեն մեռոնօրնեկ սեպտեմբեր ամսվա մեջ եղող սեպտեմբեր 27-ին մեռոնօրնեկի արարողությունն է, որը որ էլի խորհրդանշական է, որ համընկել է այս տարվա հետ։ Մեռոնը ինչ է։ Մեռոնը այն սրբազան նյութն է, յուղն է, որով որ մենք մկրտում ենք, մկրտությունից հետո որ կնքում ենք կամ դրոշմն ենք դնում, որով որ մենք Սուրբ Հոգու շնորհներն ենք խորհրդանշաբար փոխանցում մկրտվող որևէ հայրորդու, որևէ անձի։ Մեռոնը այն սրբազան նյութն է, յուղն է, որով որ մենք հոգևորականներ, քահանաներ ենք ձեռնադրում, որով վերջին հոծումն է արվում։ Ինչևէ, տարբեր բաներ կարող ենք խոսել, բայց շատ ընդհանուր եթե բանաձևելու լինենք, մեռոնը մարդու հավիտենական կյանքի գրավականներից մեկն է, հավիտենականություն շնորհող սրբազան նյութերից մեկն է մեզ համար, որը որ այս աշխարհի վրա տեսանելի կերպով անտեսանելի երկնային իրականություններն է ցույց տալիս։ Ինչ է խորհուրդը։ Մենք մեռոնով դրոշմի խորհուրդն ենք անում, ճիշտ է, ժողովրդի մեջ տարածված կնունք անվանումով։ Մեռոնով մենք երբ որ կնքում ենք որևէ մեկին, դրոշմում ենք, սրանով մենք ցույց ենք տալիս, որ անտեսանելի կերպով Սուրբ Հոգու շնորհներն է այս մարդը ստանում։ Հիմա մենք շատ ընդհանուր եթե ասելու ենք, այս մեռոնի օրհնությունը, մեռոնօրհնեկը, որ պիտի լինի սեպտեմբերին, ինձ համար գոնե նաև խորհրդանիշն է մեր ժողովրդի հարատևության, մեր ժողովրդի հոգևոր տեսակի հարատևության ու այն միտքն է առաջանում անդադար էս որքան ժամանակ է որ ցեղասպանության այս 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված որ մտածում ենք, զբաղված ենք եւ այլ, միշտ իմ մտքում այն է որ շատ սքանչելի է որ հենց մեռոնօրհնեկը համընկնում է 100-րդ տարելիցի հետ, որովհետև խորհրդանշական է ու մեկ անգամ եւս մեզ փաստում է որ մեր ժողովուրդը կա եղել է ու պիտի լինի, պիտի շարունակ, այո, այդ շարունակականությունը ապահովող ամենամեծ գրավականներից մեկն է, որովհետև առանց հոգևոր կյանքի, առանց քրիստոնեության ես այս բանին չեմ կարող պատկերացնել հայ մարդու կյանքի հետագան։ Այն, որ մենք ժամանակին հեթանոց եղել ենք, թե ոչ, հայը պարտադիր քրիստոնյան է, թե ոչ, այս հարցերին ես այլևս չեմ անդրադառնում։ Կարիք չկա պատմական անցյալով խոսելու։ Ես խոսում եմ այսօրվա եւ վաղվա հայի մասին։ Ես չեմ տեսնում վաղվա հային, չեմ տեսնում վաղվա հայ ժողովրդին առանց քրիստոնեության, առանց Քրիստոսի ճշմարիտ լույսի։ Այո, եկանք եւ լավատեսության դեպի եւ արդեն հաղորդման երևի ավարտին ամփոփումը կխնդրենք նաեւ որոշակի մաղթանքներ, ինչ է ակնկալում այս տարվանից եւ ինչ կմաղթեք մեր ժողովրդին։ Անշուշտ
տարվանից ակնկալելու բան չկա։ Այս տարի մեզանից ինչ կարող ենք ակնկալել, ես այսպես կարող եմ ասել։ Այս տարի մեզանից կուզենամ, որ ամեն մեկս ինքը իրենից ակնկալի հետևյալը։ Հաշվի առնի, որ ցեղասպանված ժողովրդի շարունակություն է, եւ այդ ցեղասպանված ժողովրդի շարունակություն լինելու հանգամանքը իրեն ոչ թե ընկճի, իրեն ոչ թե կոտրի, այլ հիշեցնի, որ այդ ամբողջից հետո ինքը դեռ կա։ Այդ ամբողջ պատմությունից, ողբերգությունից, այդ դժվարություններից, այդ սարսափի օրերից հետո ինքը այսօր որպես ցեղասպանված ժողովրդի շարունակության մի մասնիկ այսօր կա, ինչ է իրենից հասնում, որ առանց այդ ցեղասպանության այսօր ինքը չկորցնի իր ազգային դիմագիծը, իր հոգևոր կերպարը, իր մշակութային կոթողն, ամեն բան իր դիմագիծը բոլոր կողմերով ինչ է իրենից հասնում, որ ինքը չկորցնի։ Շատ պարզ մի ակնկալիք ունեմ մեր ժողովրդից եւ առաջին հերթին ինքս ինձանից։ Ես գիտակցում եմ, որ ցեղասպանված ժողովրդի զավակ եմ եւ այսօր ապրում եմ մի շրջանում, որտեղ որ փառք Աստծո քիչ թե շատ ավելի լավ վիճակում ենք, քան թե մեր հայրերը, որ ցեղասպանության ընթացքին իրենց կյանքը նահատակեցին։ Ուրեմն ինչ պիտի անեմ ես։ Ինչ ունեմ անելու ես, որ այն ժամանակվա դժվարություններն հաղթահարած իմ հայրերի վաստակը ջուրը չգցամ, այլ ես կարողանամ ավելի լավ վաղվա օր թողնել իմ հաջորդ ծերուններին։ Իմ մտածումն այս է։ Ես սրա մասին եմ մտածում եւ կուզեմ, որ այս տարվա հետ կապված էլ բոլորս էլ սրա մասին մտածենք, որովհետև տարին հագեցած է լինելու։ Մենք խոսեցինք երկու մեծ միջոցառումների մասին, սրբադասման եւ մեռանօրնեքի մասին, չնայած որ եկեղեցական բազմաթիվ արարողություններ են լինելու, միջեկեղեցական էկումենիկ հանդիպումներ, աղոթքներ, վեապար հայրապետը Վաշինգտոնում է լինելու, Մոսկվայում է լինելու, Փարիզում, Նյու Յորքում, տարբեր տեղերում մեծ միջոցառումներ լինելու են, աղոթքներ եւ այլն։ Բայց այս ամբողջի ֆոնի վրա ինձ թվում է, որ այս տարի ուրիշ ակնկալիք կամ ուրիշ մաղթանք չունենք։ Այս տարվա մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացումը ցեղասպանության, դրա հետևանքների, դրանից բխող դասերի, սպառնալիքների, տարբեր ինչ որ կապված է, ինչ որ դույզն ինչ աղերսվում է ցեղասպանության հետ։ Իմ խնդրանքը, ակնկալիքը, մաղթանքը հետևյալն է, որպես ցեղասպանված ժողովրդի մի մասնիկ, ինչ ունեմ այսօր ես, պահելու, պահպանելու, ավելի լավը դարձնելու եւ փոխանցելու իմ հաջորդ ծերուններին։ Սա է։ Շնորհակալություն հետաքրքիր եւ ընդգրկում այսպես բազմազան զրույցի համար։ Շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար։ Հուսով եմ դեռ առիթներ կլինի մեր տաղավարում հանդիպելու։ Թեմայի տաղավարում այս տարվա մեր առաջին հաղորդման ընթացքում զրուցում էինք Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանի հետ։ Ցտեսություն։